2026 թվականի հունվարի 1-ից բոլոր նոր պայմանագրերը պետք է կնքվեն թվային հարթակի միջոցով, իսկ նախկինում կնքված թղթային աշխատանքային պայմանագրերը հունվարի 1-ից հետո 12 ամսյա ժամկետում պետք է թվայնացվեն եւ մուտքագրվեն համակարգ։ Փոփոխության համաձայն թղթային տարբերակով կնքվող պայմանագրերը այլևս իրավական ուժ չեն ունենալու։ Մանրամասները Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կգործի աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ։ Համաձայն կարգավորման գործատուները պարտավոր են 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ թվային համակարգ մուտքագրել բոլոր գործող աշխատանքային պայմանագրերը էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ։ Որպես վերահսկող մարմին, երբ որ դու տեսնում ես, որ ամենահաճախ հանդիպող խախտումները դա հենց պայմանագիր չունենալն է, ու երբ որ վերահսկող մարմինը գնում էր ստուգման, ասենք ինչ-որ հետին թվով տենց թղթային պայմանագիր էին անում տալիս տեսուչին, որ ինքը ուժի բան չէր կարողանում ասել կամ անել, հա, բայց փաստացի ստացվում էր, որ դու ակնհայտ տեսնում ես, որ մինչ վերահսկողություն իրականացնելը աշխատանքային հարաբերությունները պատշաճ ձևակերպված չեն եղել, այսինքն առնվազն աշխատանքային պայմանագիր չի եղել։ Երկրորդ ամենամեծ խմբի խնդիրը, երբ որ օրինակ ինչ-որ խնդիրը աշխատանքային հարաբերությունների աշխատավարձի վճարման, ուշացման եւ այլն, երբ որ աշխատողը գալիս էր բողոք ներկայացնելու, ինքը ստացվում է չուներ նույնիսկ փաստաթուղթ, որ ապացուցեր, որ ինքը ունի աշխատանքային հարաբերություններ։ Թվային համակարգը նախատեսում է, որ մուտքագրված պայմանագրերի տվյալները ինքնաշխատ կհամադրվեն վարձու աշխատողի գրանցման հայտում առկա տեղեկությունների հետ։ Էլեկտրոնային պայմանագրերի ներդնումը, որը նախատեսված է պարտադիր եղանակով 2026 թվականից, նորամուծություն է մեզ համար։ Իհարկե կան երկրներ, որոնք արդեն իսկ այդ համակարգից որքան գիտեմ օգտվում են, հույս ունեմ, որ մեզ մոտ էլ այդ համակարգը նորմալ արդյունավետ կաշխատի, ըստ էության հիմնական միտքը նա է, որ հարկային տեսչության, այսպես ասած պետական եկամուտների կոմիտեի ստեղծված համապատասխան պլատֆորմի միջոցով արդեն էլեկտրոնային եղանակով կարելի ասել այսպես շաբլոնային բնույթի աշխատանքային պայմանագրեր կնքեն եւ գործատու եւ աշխատողի էլեկտրոնային ստորագրությամբ եւ դա արդեն միանգամից տեսանելի կլինի պետական մարմինների համար եւ պետական եկամուտների կոմիտեի համար եւ միգրացիա եւ քաղաքացիության ծառայության համար եւ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի համար։ Նախքան համակարգի ամբողջական ներդրումը իրավասու մարմինը որոշել էր այն դնել նախնական փորձնական կիրառության մեջ։ Ավարտվող տարվա հուլիսի 1-ից որոշում էր ընդունել, որ փորձնական համակարգը կաշխատի, որը ցավոք սրտի աշխատեց ընդամենայնս մի 2-3 շաբաթ, որ իմ տեղեկությունները որ սկսել է աշխատել, ու էլի բնական է իր խնդիրներով, հա, այսինքն պրակտիկ դաշտում այդ փորձաշրջան անելը բնական է ունի իր այսպես ասած պատճառն ու հետևանքը, էլի, հա, եւ նպատակները, այսինքն հիմնական նպատակը այն է, որ իրական դաշտում տեստ անել, որ հետո չգա օրենքը ուժի մեջ մտնի, տեսնենք ինչ խնդիրներ կան։ Թե ինչ իրավական հետևանքներ կարող են առաջանալ, եթե գործատուն չկատարի թվայնացման պարտավորությունը սահմանված ժամկետում, նախագծով չի հստակեցվում։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հերթական անգամ չեն մեկնաբանում իրենց իսկ ներկայացրած նախագիծը։ Նախագծերում առանձին ինչ-որ սանկցիաներ, պատասխանատվություն նախատեսված չի, հա, հենց այդ հարցերի շուրջ։ Կարծում եմ, որ քանի որ մենք ըստ էության արդեն իսկ տարիների ունենք գործող կամ սահմանված պատասխանատվություն, օրինակ աշխատանքային պայմանագիր չկնքելու կամ հարկային մարմիններում աշխատանքին չգրանցելու համար ունենք նախատեսված վարչական պատասխանատվություն, ենթադրում եմ, որ նաև դրա շրջանակներում այդ սանկցիաները կիրառելի կլինեն նաև էլեկտրոնային պայմանագրերը օրինակ չկնքելու համար կամ եթե հայտի եւ ենթադրենք հա բուն պայմանագրի մեջ ներառված տեղեկությունները հակասեն իրար։ Ինչպես նոր կիրառվող յուրաքանչյուր մոդել, աշխատանքային պայմանագրերի թվայնացումը եւս ունի մի շարք բացեր եւ խնդիրներ։ Պրակտիկ դաշտում այդտեղելի խնդիրներ կա թե նոր կնքվող պայմանագրերի, թե նախկինը ինտեգրելու, հա, եւ հաջորդ կողմն էլ արդեն բնական աշխատողներն են, որոնց էլի մեծ մասը չունեն թվային ստորագրություններ, վերիֆիկացնելու, ասենք, գործիքներ եւ այլն, հա, որը էլի պետք է ինչ-որ ուղղորդվեր իրազեկման, փորձարարական շատ մեխանիզմներով, որը չի արվել։ Այսինքն թե ամփոփ ասենք 26 թվականի հունվարի 1-ից այսօր մենք տեսնում ենք, որ
արկա են որոշակի խնդիրներ, որոնք ժամանակին չի արվել ու ինձ թվում է այտենց շատ սահուն չի անցնի այդ ռեֆորմը։ Օրինակներ են բերում, որ մենք ունենք հեռավար աշխատողներ, որոնք գտնվում են արտերկրում, բայց այստեղ են գրանցված, հետևաբար նրանց էլեկտրոնային ստորագրությունը վերիֆիկացիայի խնդիր ունի հայկական համակարգում, հա, սենց տեխնիկական հարցեր կամ այդտեղ օրինակ պարտադիր պայմաններ դրված, որ վերջապես աշխատողը ունենա պայմանագիր, ավտոմատ այդ պայմանագիրը գործատուի կողմից վավերացվելուց հետո գնա աշխատողի ստորագրմանը, որը գնում է աշխատողը մեյլից ոնց որ այդպես իջացնում ու չի կարողանում ստորագրել եւ այլն։ Թվային համակարգի ներդրման հիմնական նպատակներից է աշխատողների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացումը, անօրինական աշխատանքի եւ շահագործման կանխումը։ Այն հնարավորություն կընձեռնի աշխատողներին ունենալու օրենսդրությամբ նախատեսված պահանջներին բավարարող աշխատանքային պայմանագրեր, աշխատողն ինքնուրույն կկարողանա հսկել իր աշխատանքային հարաբերություններից բխող իրավունքների պահպանված լինելու հանգամանքը եւ զերծ մնալ անօրինական աշխատանքում ներգրավվելու դեպքերից կամ շահագործումից։ Չեմ կարծում, որ այս համակարգը ինքը 100%-ով կարող է երաշխավորել, երաշխիք հանդիսանալ, որ բոլոր դեպքերում գործատուն կգրանցի աշխատողներին, հա, այս էլեկտրոնային եղանակով եւ չեն լինի աշխատակիցներ, որոնք չեն լինի ձևակերպված։ Այդ երևույթը կարող է լինել։ Կարծում եմ այս պարագայում արդեն աշխատակիցը ինքը կարող է, եթե օրինակ նա աշխատում է առանց գրանցման, հա, հայտի ներկայացման, առանց էլեկտրոնային աշխատանքային պայմանագրի, կարծում եմ ինքը կարող է դիմել պետական եկամուտների կոմիտե կամ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին եւ հայտնել, որ ինքը այս կամ այն կազմակերպության աշխատակից է, բայց գրանցված աշխատող չէ, այսպես ասած, հա, իր հայտը ներկայացված չէ, պայմանագիրը կնքված չէ եւ կարծում եմ արդեն ՊԵԿ-ը եւ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինները համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկեն։ Եկամուտների հայտարարագրման պահանջի ներդրումը ընթացիկ տարում ենթադրում էր լուծել նաև քաղաքացիների էլեկտրոնային ստորագրություն ունենալու խնդիրը, այսպիսով նաև պարզեցնել աշխատանքային պայմանագրերի թվայնացման գործընթացը։ Ենթադրություն կար, որ եկամուտների պարտադիր հայտարարագրմանը զուգահեռ մեր երկրի քաղաքացիների ընդգծված մեծամասնությունը, առնվազն ովքեր վարձու աշխատողներ են, արդեն կունենան թվային ստորագրություն։ Այսինքն ինքը նրա հետ էր համահունչ գնում, բայց քանի որ մի ռեֆորմներ խնդիր ունեցանք, ինչպես տեսնում եք, ասենք մոտավորապես հայտարարման ենթակա անձանց մոտավորապես 20%-ը միայն հայտարարագրեցին, ապա ստացվում է, որ սրան զուգահեռ գնացող բոլոր թվային գործիքները ինչ որ խնդիրներ են ունենում։ Թեև մի շարք ոլորտներում արդեն իսկ ներդրված է թվային համակարգը, այնուամենայնիվ դեռևս այս առումով պատրաստվածության խնդիր կա եւ գործատուների եւ աշխատակիցների մասով։ Այս իրավիճակը մեղմելու համար փորձագիտական համայնքն առաջարկում է ավելի մեծամասշտաբ իրազեկումներ իրականացնել։ Պատկերացնենք օրինակ, ինչ որ մի հեռավոր մարզում մի փոքր խանութ է կամ ինչ որ մի տնտեսվարող սուբյեկտ է, ասենք փոքր արտադրամաս է կամ որևէ բան, արդյոք այնտեղ գործատուն այդ տեխնիկական միջոցները կունենա կամ այդ գրագիտությունը, տեղեկացվածությունը, թե ինչպես ինքը պետք է օրինակ, ասենք այդ էլեկտրոնային պայմանագրերը կնքի եւ այլն։ Կարծում եմ, որ այստեղ որոշակի նաեւ իրազեկման անհրաժեշտություն կա։ Թվային համակարգին հասանելիության շնորհիվ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ վերահսկողություն իրականացնել, բացահայտելով աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանումը։ Թվային պայմանագրերը հնարավոր չէ կեղծել, հնարավոր չէ այն կնքել հետին թվով եւ այլն։